Վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդասենյակ, հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Փաստաբանի խոսքով, թեև Դավիթը այսօր անգամ չի կարողացել գլուխը բարձից վերև բարձրացնել, այնուամենայնիվ երիտասարդին տեղափոխել են հիվանդասենյակ։ Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը։ Բանակից գումարով ազատվելու ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին դեմ են թիմակիցները։ Այսօր խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո Սարգսյանը հայտարարել է, որ նախագիծը տապալվել է ըստ էության Անդրանիկ Քոչարյանի մեղավորությամբ։ Անընդունելի է դա։ Չի կարա տենց բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, դու ասես տեսար Սարգսյանին տապալեցի։ Գլուխ գովաս, ասես տապալեցի, չկարացավ անի։ Չես ասում, որ դու տալիս ես քո բանակի աշկն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44,000-ից 14 տարում, իջել է 14,000, ասում եմ եկեք միջոց ձեռնարկենք, ասում են բան է, մեջը խոսում ես Սարգսյան Հայկը բան, իրա PR-ի համար անում, միշտ եմ իմ PR-ի համար անում։ Անդրանիկ Քոչարյանը մտածածին է անվանել թիմակցի ներկայացրածը։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորտա։ Հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված էին։ ԿՊԱ-ական պատգամավորը նաև իր խոսքում ակնարկել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, որի հետ նույնպես հեռակա վեճ ունի Հայկ Սարգսյանը։ Իրանց նախկին կանանց կամ զոնքաշների կայքերով Զակաստան ասենք Սարգսյան Հայկը դուս եկել բանի դեպ, կառավարության դեմ կամ վարչապետի դեմ։ Բանակում զինվորների կենցաղային պայմանները լավացնելու մասին Հայկ Սարգսյանի առաջարկները նույնպես մերժել են թիմակիցները։ ԿՊԱ-ական պատգամավորը մի քանի սկանդալային մանրամասներ է հրապարակել այդ քննարկումներից։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք, თუ ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի։ 24 թվականի պատգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբարբով զոհ ենք ունեցել, մահվան դեպք ենք ունեցել բանակում, որ սառաջերով հավանաբար լողացել է։ Դե ասես մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկը բազմաթիվ բանակներում տենց է։ Ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում։ Ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջարկ եմ, ասել եմ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն մեզ զորքը ամեն օր լողանա։ Դե 2 տարի անցել է նույն վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմը, որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տեղեքը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Տենամ կարան։ Հայկ Սարգսյանը չի կարծում, թե իր հայտարարություններով դուրս է գալիս թիմակիցների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դեմ, ու մանդատից զրկվելու, քրեական հետապնդման ենթարկվելու մտավախություններ չունի։ Չի կարող հարուցվի, այսինքն պետք է լինի հնարովի գործ։ Իսկ մեր պետությունում հեղափոխությունից հետո չի կարող։ Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ նման բան չի կարող լինի։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, հարցրել են մարդիկ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին մարզային հանդիպումներից մեկի ժամանակ, պատմում է Նարեկ Կարապետյանը։ Աշտարակ կատարած այցելությունների ժամանակ մեզ հարց ուղղվեց, թե ինչ արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հենց այս հարցի բարձրացումը արդեն ցույց է տալիս, որ մենք սխալ ենք, որ մենք սխալվել ենք, որ չենք պատմել, չենք ներկայացրել, թե ինչ արել Սամվել Կարապետյանը Հայաստանի պաշտպանության համար 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նարեկ Կարապետյանը սակայն չի շտապում ինքն ասել, թե ինչ է արել ազգային բարերարը բանակի մեր պաշտպանության համար 44-օրյա պատերազմի օրերին։ Ուզում է, որ այդ մասին խոսի օրինակ այդ ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Որպեսզի արդարացի մեր հասարակությունը իմանա, ես մի հատ հարց եմ ուզում տալ։ Կարող ենք դիմել այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ ասել. կա արդյոք անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը, քան Սամվել Կարապետյանը։ Կա անհատ ավելի, որ ավելի շատ օգնություն է տվել հայկական պաշտպանական համակարգերին եւ Հայաստանի պետությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, քան Սամվել Կարապետյանը։ Սա կարևոր է մեր հասարակության համար, որ իմանանք։
ՀԱՊԿ պետք է ծայրահեղ, զգույշ եւ կորեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպան ժամանակ։ Լուկաշենկոյի խոսքով Հայաստանում այժմ բարդ իրավիճակ է, նախընտրական շրջանով պայմանավորված, ինչն էլ թելադրում է առավել ուշադիր եւ հավասարակշռված լինել Հայաստանի հետ հարաբերություններում։ Чувствительный вопрос до сих пор мы это Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ժամանակ ակնարկել էր գազի գնի հնարավոր թանկացում, եթե Հայաստանը որոշի դուրս գա ԵԱՏՄ-ից։ Սրանից հետո ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ եթե գազի գինը Հայաստանի համար թանկանա, մեր երկիրը դուրս կգա եւ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Արթուր Դավթյանը նվաճել է Կահիրեում ընթացող 2026 թվականի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթը։ Հայ մարմնամարզիկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ցատկահարթակում 14666 միավորով։ Այսպիսով Հայաստանը Կահիրեում կայացած աշխարհի գավաթը ավարտել է 3 մեդալով, 2 ոսկե եւ 1 արծաթե։ 3 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ ձիու վրա, իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վրա։ Իսրայելական բանակը հարվածել է Իրանի Բուշեհր քաղաքում գտնվող ռազմաբազային։ Իսրայելի պաշտպանության բանակի Գոլանի բրիգադը շարունակում է թիրախային ցամաքային գործողությունները հարավային Լիբանանում։ Ըստ պաշտոնական տվյալի, իսրայելցի զինվորականներն արդեն ոչնչացրել են իրենց խոսքով ահաբեկչական ենթակառուցվածքի ավելի քան 300 օբյեկտ։ Ռազմական գործողություններին զուգահեռ հարձակումներ են եղել նաև Իսրայելի տարածքում։ Պետախ Տիկվա քաղաքի բնակելի համալիրներից մեկին իրանական կողմը հարվածել է կասետային մարտագլխիկով։ Երկրի հարավում գտնվող Էյլադ քաղաքում Եմենի զինված ուժերի իրականացրած հարվածից հետո ծխի թանձր սյուներ են բարձրացել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում օդային նոր հարվածների մասին, որոնց թիրախում եղել են Հեզբոլահի օբյեկտները եւ քաղաքացիական ենթակառուցվածքներում թաքցված զենքի պահեստները։ Գործողությունների ընթացքում նահալ բրիգադի մարտիկները սպանել են 3 զինյալի, որոնք նախկինում 4 իսրայելցի զինվորի էին սպանել։ Իսրայելական կողմը շեշտել է, որ ռազմական գործողությունները հարավային Լիբանանում լինելու են շարունակական։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Ցախալը հարձակվել է Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանի վրա։ Արդյունքում Իրանի նավթաքիմիական արտադրության շուրջ 85%-ը դադարեցրել է աշխատանքը, ինչը բազմամիլիարդանոց տնտեսական հարված է Թեհրանին։ Իսրայելի ղեկավարությունը հրահանգել է շարունակել բարձր ինտենսիվության հարվածները Իրանի ազգային ենթակառուցվածքների վրա։ Հայֆայում իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, իսկ վիրավորներինը 163-ի։ Ի պատասխան այս գործողությունների Թեհրանում բուժաշխատողները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել, դատապարտելով իսրայելա-ամերիկյան քայլերը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ միջնորդների առաջարկած հրադադարի երկփուլանի ծրագրի համար Թեհրանը պատրաստել է իր պատասխանը։ Նա շեշտել է, որ Իրանը չի հրաժարվի իր օրինական պահանջներից եւ պատասխանը կհրապարակի, երբ ժամանակը գա։ Պակիստանի միջնորդությամբ մշակվել է մարտական գործողությունները դադարեցնելու ծրագիր, որը համաձայնեցվել է Իրանի եւ ԱՄՆ-ի հետ, հայտնել է նա։ Ադրբեջանում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների հետևանքով մի քանի բնակավայր լիակատար մեկուսացվել է։ Տեղական աղբյուրները հայտնել են, որ ջրհեղեղի պատճառով փլուզվել է մի քանի կամուրջ։ Ճանապարհային ենթակառուցվածքների վնասումը լրջորեն բարդացրել է տրանսպորտային հաղորդակցությունը, տվյալ շրջաններում զրկելով բնակիչներին տեղաշարժվելու հնարավորությունից։ Մոսկվայում փաստաթղթերը ստուգելու պահին վարորդը միացրել է մեքենայի շարժիչն ու փախել, ոստիկանին քարշ տալով։ Իրավապահը բարեբախտաբար չի տուժել։ Պարզվել է, որ ավելի վաղ վարորդը հարբած վիճակում մեքենա վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից։ Նրան հայտնաբերել եւ ձերբակալել են։ Արտեմիս 2 առաքելության անձնակազմը պատրաստվում է լուսնի շուրջ պատմական պտույտին, որի ընթացքում նրանք կդառնան տիեզերագնացության ամբողջ պատմության մեջ երկրից ամենահեռու կետում գտնված մարդիկ։ ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով լուսաբանելու այս գործընթացը, որը կլինի այսօր Երևանի ժամանակով ժամը 21-ին։ Չնայած թռիչքի հաջող ընթացքին մեկնարկից ժամեր անց անձնակազմը սանհանգույցին վերաբերող տեխնիկական փոքր խնդիր է ունեցել։ Համակարգի պոմպը բավականաչափ չէր թրջվել
շրջվել ջրով, ինչի պատճառով այն անջատվել էր։ Տիեզերագնացներին հաջողվել է արագ լուծել խնդիրը լրացուցիչ ջուր ավելացնելով համակարգի մեջ։ We didn't put enough in, and so the pump was not fully wetted. NASA-ի մասնագետները նշել են, որ սա փորձական թռիչք է եւ նման իրավիճակները սպասելի են, քանի որ այն կարևոր փուլ է Orion տիեզերանավի աշխատանքը բաց տիեզերքում ուսումնասիրելու համար։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս թռիչքը ճանապարհ է դեպի Մարս ապագա առաքելությունների համար։ 10-օրյա թռիչքի ավարտին լուսնի շուրջը հաջող պտույտ կատարելուց հետո տիեզերագնացները կվերադառնային երկիր եւ վայրէջք կկատարեն Խաղաղ օվկիանոսում։